Քննչական կոմիտեն բացահայտել է քրեական հեղինակությունների մասնակցությամբ գործող խմբավորում, որը միջամտել է ֆինանսական վեճերի լուծմանը բռնության եւ սպառնալիքի միջոցով։ Քրեական աշխարհում հեղինակություն ունեցող ՌՊ-ն ղեկավարել է իր շուրջ համախմբված անձանց, որոնք ենթարկվել են հատուկ կանոնների։ Նա հանձնարարություններ է տվել խմբի անդամներին, փորձելով լուծել $150,000 պարտքի վեճը։ Խմբի անդամներից ՎԲ-ն պարտավորվել է հարցը լուծել, սակայն խոստումը չկատարելով դարձել է թիրախ։ ՌՊ-ն իր հեղինակությունը պահպանելու նպատակով ԳՀ-ին հանձնարարել է հաշվեհարդար տեսնել, ինչի պատճառով ՎԲ-ն ենթարկվել է բռնության, ստացել մարմնական վնասվածքներ։ Քրեական ենթամշակույթ կրող մեկ այլ միավորման ղեկավար ՊԳ-ն փորձել է միջամտել առաջացած վեճին եւ պայմանավորվել $150,000 ԱՄՆ պարտքը նվազեցնել մինչեւ $70,000-ից $80,000-ով։ Պարզվել է, որ ՎԲ-ն մի շարք դեպքերում ապօրինի եղանակով միջամտել է պարտքային ֆինանսական վեճերի կարգավորմանը, բռնությամբ պահանջելով գումարներ։ Նոյեմբերի 19-ին խմբավորման անդամների նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։ Նույն օրը նրանք ձերբակալվել են։ Նոյեմբերի 20-ին կատարվել են խուզարկություններ մեղադրյալների եւ նրանց հետ կապ ունեցող 10 անձանց տներում։